Խոսում է Բաքուն։ Եթերում Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության տնտեսական լուրերի թողարկումն է։ Խոսափողի մոտ Շահիդ Շահալին է։ Ադրբեջանում թուրքական ընկերությունից մեկի հետ համագործակցության շրջանակներում կսկսվի գյուղատնտեսական անօդաչու թռչող սարքերի մասսայական արտադրությունը։ Այս մասին Բաքվում հայտարարել է գյուղատնտեսական նորարարությունների կենտրոնի տնօրեն Անար Ջաֆարովը։ Նրա խոսքով Ադրբեջանում արտադրված անօդաչու թռչող սարքերը կներառվեն նախարարության նորարարական սարքավորումների ցանկում։ Տեղացի ֆերմերները այդ անօդաչու թռչող սարքերը գնելիս կկարողանան օգտվել պետական աջակցությունից։ Շվեյցարական Solar Energy Switzerland ընկերությունը Շվեյցարիայում շահագործման է հանձնել էլեկտրական բեռնատարների առաջին արագ լիցքավորման կայանը։ Այս մասին նշված է ընկերության X սոցիալական ցանցի էջում։ Solar Energy Switzerland-ը ինքշաբթի բացել է էլեկտրական բեռնատարների առաջին արագ լիցքավորման կայանը A1 ազգային մայրուղու վրա Քյոլիկեն նորդ հանգստի գոտում։ Նոր ենթակառուցվածքը նախատեսված է էլեկտրաֆիկացված ծանր բեռնատարների արդյունավետ լիցքավորման համար եւ կարևոր քայլ է կայուն շարժունակության ուղղությամբ։ Միաժամանակ շվեյցարական լրատվամիջոցները հաղորդում են, որ Solar-ը նախատեսում է մինչև 2026 թվականի վերջը Շվեյցարիայում տեղադրել մոտ 100 լիցքավորման կետ մարդատար եւ բեռնատար մեքենաների համար։ Թուրքիան Սև ծովում բնական գազի նոր պաշար է հայտնաբերել, որը կբավարարի երկրի բնակելի տների էներգետիկ պահանջարկը ավելի քան 3 տարի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Մենք հայտնաբերել ենք 75 միլիարդ խորանարդ մետր բնական գազ։ Այս քանակությամբ մենք կբավարարենք մեր տների պահանջարկը մոտ 3.5 տարի, ասել է նա հայտնաբերված բնական պաշարի արժեքը գնահատելով 30 միլիարդ դոլար։ Այս տարվա հունվար-ապրիլին Ադրբեջանին այցելել մոտ 736,000 օտարերկրյա քաղաքացիներ եւ քաղաքացիություն չունեցող անձինք։ Ինչպես հաղորդում է զբոսաշրջության պետական գործակալությունը, դա 1%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Միայն ապրիլին Ադրբեջան է ժամանել 228,000 օտարերկրացի եւ քաղաքացիություն չունեցող անձ։ Ապրիլին Ադրբեջան ամենաշատ զբոսաշրջիկներ են ժամանել Ռուսաստանից։ Երկրորդ տեղում է Թուրքիան, երրորդ տեղում Հնդկաստանը։ Ալբանիան պատրաստվում է 2026 թվականին սկսել գազի ներմուծումը Ադրբեջանից տրանսադրիատիկ խողովակաշարի միջոցով։ Այս մասին հայտարարել է Ալբանիայի ենթակառուցվածքների եւ էներգետիկայի փոխնախարար Ցենո Կլոսին։ Ալբանիան առաջին անգամ գազ կստանա թափ խողովակաշարով։ Խողովակաշարն արդեն անցնում է Ալբանիայի տարածքով եւ ձգվում դեպի Իտալիա, բայց ապագայում կարող է քննարկվել հյուսային ճյուղ անցկացնելու նախագիծը։ Այն ներկայումս քննարկման փուլում է։ Այս փուլում մեր նպատակն է օգտագործել ադրբեջանական գազը որպես էներգետիկ ռեսուրս, նշել է Կլոսին։ Դուք Բաքվից լսեցիք Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության տնտեսական լուրերը։